Ես սպիտակի բնակիչ եմ, սպիտակի բնակիչների անունից եմ ուզում հարց ուղղել։ Սպիտակի երկրաշարժից հետո մեր սպիտակ քաղաքը հիմնովին ավիրվեց։ Դրանից հետո ձեր առաջնորդությամբ պետական սեկտորի բնակիչները երևի բոլորն ստացան, շատ քիչ մարդիկ մնացին ձեր ղեկավարած տարիներին, որ մնացին անտուն։ Իսկ սեփական սեկտորը, սեփական բնակարան ունեցող մարդիկ, մինչև օրս մոտ 600 ընտանիք առանց տուն են, ու չեն ստացել պետության կողմից ոչ մի բան։ Այդ հարցը Այդ գործում ես լավ եմ։ Շնորհակալություն։ Ես չգիտեի, անկեղծ ես չգիտեի, որ 600 ընտանիք մնացել է։ Իմ ինֆորմացիայով ինձ թվացել է, թե Սպիտակում մենք ամբողջությամբ հարց փակել ենք։ Եթե մնացել է, ուրեմն դա պարտք է մնացել։ Ես պարտք եմ։ Սպիտակին այդ հարցը անպայման լուծվել է։ Ես երկու բառով ասեմ, այն ժամանակ դա 97 թիվն էր վարչապետ էի, երբ առաջին անգամ այցելեցի Սպիտակ, գիտեք, իմ մոտ չկար տպավորություն, թե ես քաղաք եմ մտել։ Սովորաբար քաղաքները ոնց են ձևավորվում։ Քաղաքի կենտրոն, կենտրոնից ինձ ճյուղավորվում է քաղաքի կենտրոնը չկար։ Երբ այն ժամանակ Սովետը սկսեց վերականգնել ծրագիրը իրականացնել Աղետի գոտում, նոր հարթակներ էին ստեղծում, շին հարթակներ, բայց քանի որ կենտրոնը շատ ավելի բան էր ջանք էր պահանջում, խնդիրը դրված էր արագ լուծել հարցը, հնարավորին արագ տանիք տալ մարդկանց, ովքեր իրենց տները կորցրել են, եւ տպավորությունը այնպիսին էր, որ քաղաք չկա, ստեշին հրապարակ, ընդեղ իրարից հեռու, ենթակառուցվածքներ չկա, դպրոցը չկա, եւ այն ժամանակ ուղղակի միտքը հետեւյալն էր, լուրջ ներդրումը կենտրոնեն եւ հավաքել այդ քաղաքը, ոնց որ պիտի լինի քաղաքը, իր կենտրոնով, ծայրամասերով, իր ենթակառուցվածքներով, եւ այն ժամանակ քաղաքականությունը մենք փոխեցինք երևի մի 170%-ով։ Նույնը արեցին Գյումրիում, այն ժամանակ մեծ ծրագրեր կային եւ քաղաքի կենտրոնի եւ ամրացումների եւ այլ եւ ես զգացի, որ քաղաքը ասենց երկրորդ, երրորդ, չորրորդ տարին քաղաքը ոնց որ վերակենդանանա։ Սկսեցին մարդիկ սեփական ներդրումներ անել, ռեստորաններ բացել, կաֆեներ, աշխատատեղեր բացել, հակառակ դեպքում ուղղակի չէր ելնի։ Դա ուղղակի ինչ որ իրարից անկապ թաղամասեր էին, որոնց պետք է կապեինք մենք այդ կենտրոնով, որը ձևավորելով քաղաք է ստանում։ Մոտեցում փոխված էր այն ժամանակ եւ իմ մոտ սա էր տպավորվել։ Չգիտեի, որ պարտք ենք, ուրեմն անելու ենք։ Ինձ հուշում են, որ նաեւ Վանաձորում, այդ ժամանակներից մնացած բանում ենք։ Գիտեք, միգուցե նաև ընտանիքներ կային, որ Հայաստանում չէին, արտագաղթել էին, ստեղ չէին, ես չգիտեմ, կամ ցուցակների հետ որոշ հարցեր կար հերթականության։ Հետո մի մեծ խնդիր կար կապված օրինակ տնակների հետ, որովհետև տնակները սենց արդեն 3-4 ձեռ փոխվում էին եւ շատ դեպքում տնակներում ապրում էին ոչ թե մարդիկ, որոնք կորցրել են իրենց տները, այլ ուղղակի ընտանիք էր ընդլայնվում, մի մասը գնում էին, էժան տնակ էին առնում, տեղափոխում էին այնտեղ եւ ստե պետք է տարանջատեինք մենք բնակարանային հարցերը լուծում ենք աղետից դժվարացներին, թե ընդհանրապես սոցիալական բնակարանաշինություն ենք իրականացնում։ Հիմա ես հասկանում եմ, որ հիմա կա նաեւ սոցիալական բնակարանաշինության հարց